Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, Ցայք հեռուստաընկերության ուղիղ եթերում կրկին Եղիցի լույս հոգևոր ուսուցողական հաղորդաշարն է։ Այն ինչպես միշտ եթերը հեռարձակվում Շիրակի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Միքայել եպիսկոպոս Աջափահյանի հովանավորությամբ եւ անմիջական մասնակցությամբ։ Գործում է ուղիղ հեռախոսակապ 222 47 և 30543 Այս վերոհիշյալ հեռախոսահամարներով դուք կարող եք զանգահարել մեզ, ձեզ ուզող հարցերը հղել մեզ և պատասխանը իմանալ առաջնորդ Սրբազան հորից։ Աստվածօգնական Սրբազանայր, նախորդ հաղորդման ժամանակ մենք խոսեցինք մգրտության խորհրդի մասին, որը խորհուրդների մեջ զբաղեցնում է առաջին տեղը, և այսօր կցանկանայինք որպեսզի խոսել երկրորդ խորհրդի մասին, որն է դրոշմը։ Եվ հարցը ուզում եմ հղել ձեզ և խնդրել պատասխանել, թե ինչ է նշանակում դրոշմը։ Դրոշմ նշանակում է կնիկ, այդ իսկ պատճառով էլ և քանի որ անկախտելիորեն կապված է դրոշմի խորհուրդը մկրտության խորհրդի հետ, մեր ժողովուրդը դրա համար մկրտություն անվանում է նաև կնունք, կնքվել, դրոշմվել իմաստով։ Դրոշմը երկրորդ խորհուրդն է մեր եկեղեցու և ընդհանրապես քրիստոնյա եկեղեցու, և որը հին եկեղեցիներում, արևելյան եկեղեցիներում անմիջապես կատարվում է մկրտությունից հետո։ Կաթոլիկ եկեղեցում դրոշմի խորհուրդը կատարվում է ավելի ուշ, բայց արևելյան եկեղեցիներում անմիջապես մկրտության խորհրդին հաջորդում է դրոշմի խորհուրդը։ Եթե մկրտությունը լվանում է մարդուն ադամական մեղքից և իր անցյալ մեղանչական ժառանգությունից, ապա դրոշմը դարձնում է Սուրբ Հոգու շնորհների կրողը և որդեգիրը երկնքի արքայության, այսինքն դրոշմով կնքվում է մարդը և դառնում է որպես երկնքի արքայության ժառանգորդ, և այդ կնիկով է ներկայանում Աստուծո առջև որպես քրիստոնյա։ Եվ մեր եկեղեցում դրա համար էլ հնուց ի վեր դրոշմի խորհուրդը ամենակարևորագույն խորհուրդներից մեկն է, ինչպես ասացի, անկախտելիորեն կապված մկրտության խորհրդի հետ, և դրոշմը, որով կնքվում են սրբալույս միրոնով մարդու զգայարանները, ձեռքերը, ոտքերը, սիրտը և մեջքը հատուկ ընթերցումներով, հատուկ սաղմոսներից քաղված մեջբերումներով նպատակ ունեն ուրեմն մարդուն պաշտպանել նախ չարի հարձակումներից և նաև օգնել, որպեսզի Սուրբ Հոգու շնորհները լիարժեք և լիառատ կերպով ներկա լինեն մարդու վրա, պաշտպանեն նրա զգայարանները թշնամու հարձակումներից և օգնեն մարդուն քրիստոնեավայել ապրելու։ Ուրեմն դրոշմով դառնում ենք Սուրբ Հոգու շնորհների կրողը, Սուրբ Հոգու շնորհները փոխանցվում են դրոշմի խորհրդի միջոցով։ Հնուց ի վեր միջքրիստոնեական շրջանում էլ ընդունված էր օծումը, և այդ օծումը ուրեմն փոխանցվեց քրիստոնյա եկեղեցուն, և այդ օծմամբ հավատում ենք և ընկալում ենք այն անտեսանելի շնորհները, որոնք հետագայում տեսանելի կերպ են զգենում մեր կյանքում։ Այնպես որ դրոշմը դարձյալ անտեսանելիի տեսանելի ներկայացումն է, երբ որ Սուրբ Հոգին իջնում է մկրտվողի դրոշմվողի վրա և նրան զարդարում է զանազան շնորհներով և պաշտպանում է թշնամական հարձակումներից։ Շնորհակալություն Սրբազաններ, ինչպես և մկրտությունը, նույնպես և դրոշմը չկրկնվող խորհուրդ է, իսկ ինչի համար է դրոշմը համարվում խորհուրդ։ Հենց խորհուրդ, ընդհանրապես խորհուրդը, հենց ասում ենք, անտեսանելիի տեսանելի ներկայացումն է, այն ինչ որ մենք չենք տեսնում աչքով, ընկալում ենք հոգով և ընկալում ենք տեսանելի կերպով ծեսի մեջ։ Դրոշմը, ինչպես ասացի, Սուրբ Հոգու էջքի, Սուրբ Հոգու շնորհների էջքի գրավականն է, և դա տեսանելի չէ, անշուշտ տեսանելի է հոգու աչքի համար, հավատքի աչքի համար, բայց տեսանելի չէ մարմնավոր աչքի համար։ Հետևաբար
այնտեղ որտեղ կա անտեսանելի ներգործությունը Սուրբ Հոգու, այնտեղ կա խորհուրդ, եւ քանի որ դրոշմը ուղղագիորեն առնչվում է Սուրբ Հոգու ներգայության հետ, Սուրբ Հոգու անմիջական իջման հետ մգրտվողի դրոշվողի անձի վրա, հետեւաբար դա խորհուրդ է, որը կարելի է բացատրել միայն հավատքով, կարելի է ընկալել միայն հավատքով, եւ այդ իսկ պատճառով էլ չէր կարող դրոշմը խորհուրդ չնկատվել։ Շնորհակալություն Սրբազան հայր, ինձ հուշում են, որ մենք ունենք հեռախոսազանգ եւ ալո։ Ալո։ Այո։ Լսվում է։ Այո։ Բարև։ Բարի երեկո ձեզ։ Ես հարցս ուղղում եմ Սրբազանին։ Այո։ Գիտեմ, որ եկեղեցում շատ աշխատողներ կան, բայց երբ եկեղեցի ենք ներս մտնում, անմաքրություն ենք տեսնում։ Խորանի ապագիները կեղտոտ, ջահերի վրա սարտեր, միթե չի կարելի նման Իսկ ներողություն խոսքը որ եկեղեցու մասին է։ ամենափրկիչ եկեղեցու մասին է։ 7 վերք եկեղեցի։ 7 վերք եկեղեցի։ Լավ։ Շատ անմաքուր է, միթե չի կարելի այդպես Լավ։ եկեղեցի։ Շնորհակալություն հարցի համար։ Հետաքրքիր է, որ դիտողություն եք անում, եթե ձեր դիտողությունը իրոք տեղին է, պետք է մտածել այդ ուղղությամբ, թեև ես չէի համարի եկեղեցին այդքան անմաքուր, որովհետև եկեղեցին շաբաթվա մեջ երգիցս մաքրվում է, բայց աբագիների եւ ջահերի իմաստով, այո, ամեն օր եւ ամեն պահի ոչ աբագիները եւ ոչ ջահերը մաքրելը այդքան հեշտ գործ չէ։ Ջահերը եւ աբագիները մաքրվում են տարին 1-2 անգամ, գարնան կամ աշնան ամիսներին, ձմռան ամիսներին ապագի մաքրել հնարավոր չէ, ջահերը նույնպես մաքրելը միշտ հնարավոր չէ, այնպես որ այդ թերությունները կարող են լինել, մանավանդ հաշվի առնելով այն ժողովրդի հսկայական հոսքը եկեղեցի, որ մտնում է ամեն օր եկեղեցում, հազարավոր մարդիկ են մտնում, եւ այդ հազարավոր մարդիկ բերում են նաեւ իրենց հետ եկեղեցում, այս քաղաքում լայն տարածում գտնված կեղտը եւ փոշին եւ բնականաբար նույնիսկ ամեն օր մաքրելու պարագային էլ կադարյալ իդեալական մաքրություն ապահովել հնարավոր չէ եւ ցավոք Սուրբ 7 վերք եկեղեցին գտնվում է հենց այնպիսի կենտրոնական հարաբերակում, որտեղ իրոք աղբի կուտակումը շատ մեծ է։ Տեսեք Սուրբ Հակոբ եկեղեցում, որտեղ տարածքը բարեկարգված է, մաքրությունը ավելի ապահով վիճակում է, եկեղեցին ավելի մաքուր է եւ հնարավոր է մաքուր պահել։ Իսկ Սուրբ 7 վերքի պարագային մի քիչ դժվար է։ Անշուշտ ձեր դիտողությունը պետք է ընդունենք, ընկալենք եւ ապագային նկատի ունենանք եւ մեր աշխատողներին, որոնք երևի թե հիմա նայում են մեր հաղորդումը, մեր աշխատողներին պիտի թելադրենք, որ շատ ավելի աչալուր կգտնվեն, որբեսի այդպիսի դիտողությունների մենք չարժանանանք։ Իսկ եթե դիտողությունը տեղին է, դա կարող ենք միայն ընդունել եւ շատ ուրախ կլինենք, որ ուրիշ դիտողություններ լինեն, որոնք կօգնեն մեզ մեր առօրյա գործունեության մեջ։ Բայց եւ այնպես պետք է միշտ իմտի ունենալ, որ իրապես Սուրբ 7 վերք եկեղեցում այդ հսկայական հոսքը ժողովրդի ամենօրյա հնարավորություն չի ընձեռի երբեք իդեալական մաքրություն ապահովել, բայց մինիմալ մաքրությունը այսօր էլ կա ապահովված է, բայց քաղաքի շինության հետ կապված, երբ որ քաղաքը վերաշինվի եւ քաղաքում այս փոշին եւ կեղտը վերանան, ապա եկեղեցու ուրեմն մաքրությունը շատ ավելին կլինի։ Եվ եկեղեցու մաքրությունը շատ ավելին կլինի, երբ որ արդեն վերանորոգումն էլ կատարվի եւ եկեղեցին իր նախկին պայծառությունը ստանա։ Շնորհակալություն Սրբազան հայր։ Դրոշմի խորհրդի ժամանակ օգտագործվում է Սուրբ Յուղ կամ Սուրբ Մյուրոնը։ Եվ հասարակությանը մեր հետաքրքրում է, թե ինչ է այդ Սուրբ Մյուրոնը, ինչից է պատրաստվում եւ ինչի համար է գործածվում։ Սրբալույս Մյուրոնը ըստ ավանդության, մեր եկեղեցու ավանդության առաջին անգամ օրհնել է Գրիգոր Լուսավորիչ հայրապետը, որպես դրոշմի նշան եւ որով օծել են մգրտվողներին եւ այդ մերոնի օրհնությունը ավանդաբար գալիս հասնում է մինչեւ
մեր օրերը։ Ինչու ենք դրոշմով օրհնում եւ դրոշմով օծում։ Բոլոր եկեղեցիները ունեն այդ դրոշմի խորհուրդը եւ օծում են յուղով, սուրբ յուղով, որը օրհնվում է եպիսկոպոսի կամ քահանայի կողմից։ Մեր եկեղեցին ավելի շատ ճոխություն եւ ավելի շատ կարեւորություն է տվել այդ յուղին, որին անվանել է Միրոն, եւ այդ յուղը, որ մենք երկյուղածությամբ ընդունում ենք որպես Սուրբ Հոգու գործունեության, Սուրբ Հոգու ներգործության աղբյուր, ուրեմն այս 1700-ամյա տարիների ընթացքում ապացուցել է իր զորությունը մեր ժողովրդի կյանքում։ Եվ մեր ժողովուրդը Միրոնի հավատացող ժողովուրդ է, որովհետև այդ Միրոնի մեջ տեսնում է ներկայությունը Սուրբ Հոգու ներգործության։ Ուրեմն եթե դրոշմվում է, եթե օծվում է, ուրեմն բնականաբար պետք է յուղով օծվի։ Իսկ մեր եկեղեցում էլ այդ յուղը Միրոնն է, Սրբալույս Միրոնն է, որը Սուրբ Գրիգոր Լուսավորչի օրհնած Միրոնից այսօր խառնված է նաև մեր այսօրվա այն Միրոնին, որով մենք օծում ենք մեր մկրտվող դրոշմող զավակներին։ Հետևաբար, եթե կա օծում, պետք է լինի յուղ եւ չի կարելի պատկերացնել որևէ օծում առանց սրբազան յուղի։ Հետևաբար դրոշմը չի կարելի պատկերացնել առանց մեր եկեղեցում Սրբալույս Միրոնի։ Միայն դրոշմի ժամանակ է, որ օգտագործում է Սուրբ Միրոնը։ Ոչ, Միրոնը օգտագործում է մնացած բոլոր այն խորհուրդների եւ խորհրդակատարությունների ժամանակ, երբ կա օծում։ Ձեռնադրության ժամանակ, եկեղեցվո օծման ժամանակ, եկեղեցվո պատկերի օծման ժամանակ, խաչի օծման ժամանակ, այն բոլոր պարագաներին, երբ որ կա օծում, օգտագործում է Սրբալույս Միրոնը։ Շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտողներ, ես մեկ անգամ եւս հիշեցնեմ ուղիղ գործող հեռախոսահամարները 22247 եւ 30543։ Եվ մենք կրկին անգամ ունենք հեռախոսազանգ։ Ալո։ Այո։ Ալո, բարև ձեզ, լսում եք ինձ։ Այո, մենք ձեզ լսում ենք։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Սրբազանին, որ Պերին ուշադրություն է դարձնում, հատկապես իմ տատիկն է շնորհակալություն հայտնում, Քոչարյան Հասմիկը։ Մենք նրանից շնորհակալություն ենք հայտնում, որ Պերին ուշադրություն է դարձնում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ եւս։ Մենք ենք շնորհակալ, որ շնորհակալություն եք հայտնում։ Սրբազան հայր դրոշմի խորհրդի ժամանակ օծվում են երեխայի զգայարանները եւ մարմնի տարբեր անդամներ։ Ես կուզենայի այդ մասին խոսեիք, ինչ զգայարաններն էին եւ ինչ խոսքեր է ասվում այդ ուրեմն ժամանակ, երբ որ նախ օծվում է ընձայալի ճակատը, երախայի ճակատը, որպես կնիկ դրոշմ, ճակատի վրա որպես դրոշմ, որ այդ կնքվողը պատկանում է Հիսուս Քրիստոսին եւ ուրիշ ոչ մեկի, այլ հենց Հիսուս Քրիստոսին, որից հետո բնականաբար օծվում են 5 զգայարանները, աչքերը օծվում են, որբեսի զերծ մնան վատ բաներ դիտելուց, այլ ցկտեն դեպի բարին, հոդոդելիկը քիթը օծվում է, որբեսի այդ միշտ անմահության հոդը ունենան, բերանն է օծվում, որբեսի ճաշակեն այն, ինչ որ քաղցր է, այն, ինչ որ աստվածային է, ագաժներն են օծվում, որբեսի աստվածային խոսքերը լսեն եւ աստվածային պատվիրաններ լսեն, ձեռքերն են օծվում, որպես շոշափելիքներ, որբեսի պատճառ դառնան բարեգործության, ամենայն առաքինի գործոց եւ վարոց, ինչպես ասվում է, իսկ որբեսի ձեռքերը լինեն բարեգործության աղբյուր, օծում են ոտքերը, որբեսի ընթանան աստվածային ճանապարհներով, օծում է սիրտը, որբեսի բարի մտածումներ, բարի խորհուրդներ ունենա, եւ օծում է թիկունքը, որպես վահան ամրության բոլոր տեսակի սատանայական հարձակումներից։ Ուրեմն այս բոլոր օծումները իրենց նպատակն ունեն, այդ բոլոր 5 զգայարանները նաեւ շարժվելու հնարավորությունը, սիրտը մեջքը ապահովել բոլոր տեսակի սատանայական հարձակումներից եւ նաեւ ուղղել աստվածային պատվիրանների մեջ։ Իսկ բոլոր 5 զգայարանները պետք է ծառայեն բարին զգալու եւ չարը մերժելու, չպետք է ձգտեն չարը զգալուն, այլ պետք է ձգտեն բարին զգալուն։ Ոտքերը պետք է քայլեն
բարի ճանապարհներով, սիրտը պետք է բարին մտածի, իսկ թիկունքը պետք է վահան լինի մարդուն բոլոր տեսակի սատանայական հարձակումներից։ Սկանչելի ուրեմն այդպիսի աղոթքներով է, որ դրոշմի խորհուրդը կատարվում է, եւ դրոշմի խորհուրդը պետք է կատարել ամենայն երկյուղածությամբ, եւ նաեւ մգրտվողները, հարազատները, կնկահայր, կնկամայր, բոլոր նրանք, ովքեր ներկա են այդ մգրտության խորհրդին, դրոշմի խորհրդին, պետք է ամենայն երկյուղածությամբ մոտենան։ Եթե երկյուղածությամբ չեն մոտենում, ապա շնորհի ուրեմն ներգործությունը, շնորհի ուժականությունը նվազում է։ Եվ այս բանը պետք է մեր ժողովուրդը հասկանա, մեր հավատացյալները հասկանան, մեր բոլոր այն զավակները հասկանան, որոնք շատ հաճախ հսկայական աղմուկ հարայ հրոցով մտնում են եկեղեցի, հարայ հրոցով իրենց մգրտությունը կատարում են, աղմուկ աղաղակի մեջ, առանց լսելու քահանային, թե քահանան ինչ է կատարում եւ ինչ խոսք է խոսում, եւ ինչ է, ինչի համար է աղոթում, եւ նույն հարայ հրոցով դուրս են գալիս եկեղեցուց։ Այդտեղ անշուշտ մգրտությունը եւ դրոշմը կատարվում է, բայց ուժականությունը, Սուրբ Հոգու շնորհի ներգործության ուժականությունը նվազում է, որովհետեւ որտեղ կա հավատք, այնտեղ կա Հոգու, Սուրբ Հոգու շնորհի առատություն, որտեղ հավատքը պակասում է նաեւ Սուրբ Հոգու շնորհը։ Դրա համար մգրտությունը եւ դրոշմը պետք է լինի ամենայն երկյուղածությամբ, ամենայն հավատքով, ամենայն պարգեշտությամբ։ Եվ մեր թելադրանքը միշտ եղել է եւ միշտ մնում է մեր ժողովրդի զավակներին, որ խորհուրդների նկատմամբ երկյուղածություն ցուցաբերեն։ Ոչ թե նայեն այդ խորհուրդին որպես պարզ ծիսակատարություն կամ ինչպես հաճախ ասում են հայանալու արարողություն, այլ իրապես Սուրբ Հոգու շնորհները ստանալու, աստվածային պատվիրանները կատարելու, աստվածային պատվիրաններով ընթանալու մի արարողություն, որը կրկնապատկվում է, եռապատկվում է, բազմապատկվում է, եթե կա հավատք, եւ նվազում է, եթե չկա այդ հավատքը։ Իսկ ավելի նպատակահարմար չէր լինի Սրբազանայր ծեսերը կատարել աշխարհաբար լեզվով, որպեսզի ավելի մատչելի եւ ավելի հասկանալի լիներ։ Ծեսերը կարելի է կատարել աշխարհաբար եւ ես ինքս հաճախ աշխարհաբար եմ կատարում արարողությունները, բայց մի կարծեք, որ աշխարհաբարի դեպքում մեր ժողովուրդը ավելի ուշադիր է լինում աղոթքի նկատմամբ։ Այն մարդը, որ հավատք ունի, անկախ լեզվից ուշադիր է։ Այն մարդը, որի մոտ հավատքը թերի է, ուզում ես աշխարհաբար ընթերցիր, ուզում ես գրաբար, նրա համար երկրորդական նշանակություն է, նա իր ականջը չի սրում լսելու համար այն, ինչ որ դու ասում ես։ Դրա համար, եթե մեր ժողովրդի կրթական մագարտակը բարձրանա, եկեղեցագիտական իմաստով, կրոնագիտական իմաստով մագարտակը բարձրանա, գրաբար հասկանալը դժվարություն չէ։ Գրաբար հասկանալը մի մեծ խնդիր չէ։ Գրաբարը մեր ժառանգության մասն է կազմում, գրաբարը մեր լեզուն է, գրաբարը օդար լեզու չէ, գրաբարը հայոց լեզուն է, եւ յուրաքանչյուր հայ մարդ պետք է գրաբար հասկանա։ Վերջ-վերջում մեր հսկայական մատենագրական ժառանգությունը գրաբարով է։ Եթե ուզում ենք այդ ժառանգությանը հաղորդակից դառնալ, պիտի գրաբար իմանանք, եւ դա օտար լեզու չի կարելի համարել։ Սխալ է եւ այդ մոտեցումը, որ գրաբարին մոտենում են իբրև մեռած կամ օտար լեզու։ Գրաբարը ոչ մեռած լեզու է, ոչ էլ օտար լեզու է։ Գրաբարը այո, այսօր խոսակցական լեզու չէ, բայց չի կարելի մեռած լեզու համարել մի լեզու, որով հսկայական գրական ժառանգություն կա։ Հետևաբար, եթե մեր դպրոցներում մագարտակը բարձրանա, գրաբարի նկատմամբ մի փոքր ուշադրությունը ավելի մեծանա, դպրոցներում կարողանան գրաբար իրապես սովորել, գրաբարի խնդիրը կվերանա բնականաբար։ Եվ եթե մարդն էլ հավատք ունենա, որովհետեւ հավատքով մոտենա այդ արարողությանը, գրաբարի հասկանալու խնդիրը չի լինի, որովհետեւ ինքը կհասկանա խորհուրդը առանց այդ խորհուրդի, ասենք, բառային արդահայտություններ անցալելուց։ Մենք այսօր շատ տատիկներ ունենք, պապիկներ ունենք, մեծահասակ, որոնք կարգին կրթություն անգամ չեն ստացել, բայց խորհուրդը ճանաչելով, խորհուրդը իմանալով շատ հանգիստ հասկանում են գրաբարը, թե ինչ է ասում, որովհետև իրենք գիտեն, թե ինչի մասին է այնտեղ խոսվում։ Իսկ եթե մարդը չգիտի, թե ինչի մասին է խոսվում, ուզում ես աշխարհաբար ընթերցիր, ուզում ես գրաբար, դրանից ոչինչ չի փոխվի։ Անշուշտ աշխարհաբարի թարգմանությունը աշխարհաբարով անելը կարող է նպաստել, բայց դա չի նշանակում, որ բոլոր հարցերը կլուծի։ Այո, երևի թե պետք է ժամանակն է, որպեսզի ծեսակատարությունների մեծ մասը կատարվեն աշխարհաբարով, որպեսզի ժողովրդի համար, ընդհանուր խավի համար հասկանալի լինի։
բայց մյուս կողմից էլ պետք է ժողովրդին բարձրացնել գրաբարը հասկանալու մագարտակին։ Չի կարելի ընդհանրապես գրաբարը դուրս մղել մեր կյանքից, որովհետև գրաբարը մեր ինքնության մասն է կազմում, մեր պատմության մասն է կազմում։ Շնորհակալություն սրբազաններ։ Ինձ հուշում են, որ մենք ունենք հեռախոսազանգ։ Ալո։ 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 Եկեղեցուց է, չէ՞։ Ոչ, եկեղեցու չի։ Հայկի հերոսատեսությունից է, ճիշտ չէ։ Այո, եղիցի Ամի լույս։ հասկարել է։ Ես ուզում եմ թիմի շիրակի թիմի առաջնորդին մի հատ հարցնել։ Այո, լսում ենք ձեզ։ Մենք հայկական տեսակետով մեր խաչը ամենաբարձրը քրիստոնեական տեսակետով, չէ՞։ Ոնց կարելի է տաղաղների վրա խաչը տնել եւ տանել թաղել հողի տակ։ Ես ուզում եմ թիմի առաջնորդից իմանալ, դա ճիշտ բան է թե չէ։ Եղավ, շնորհակալություն։ Կարծում եմ, որ այս հարցը բազմիցս քննարկվել է։ Նախ թիմի առաջնորդ չէ, թեմի առաջնորդ է։ Պետք է հասկանանք այդ բառի իմաստը վերջի հասկանանք։ Թիմ չէ, այլ թեմ։ Թեմը դա եկեղեցական տերմին է, որով մարզն է որակվում։ Եկեղեցական մարզը, եկեղեցական շրջանը հատուկ կոչվում է թեմ եւ ոչ թե թիմ։ Հետևաբար թեմի առաջնորդ է եւ ոչ թե թիմի առաջնորդ, որ հաճախ շատերը սխալմամբ ասում են։ Ինչ վերաբերում է այդ մասին, մի անգամ արդեն արտահայտվել ենք հարցը խաչը հողի տակ թաղելու խնդիրը այստեղ որևէ գայթակղության առիթ չպետք է լինի մեր ժողովրդի համար։ Հնում երբ որ պատանքում էին մարդուն եւ պատանքով էին թաղում, պատանքի վրա լինում էր խաչ։ Այսինքն թաղում էին խաչով, որբեսի այդ խաչի զորության տակ պահպանված լինի ննջեցյալը եւ որբեսի երկրորդ Քրիստոսի երկրորդ գալուստի ժամանակ հարություն առնի այդ խաչի նշանով։ Այնպես որ խաչի նշանը թաղելը խաչի նկատմամբ անարգանք չէ։ Հետևաբար շատ լավ է, որ դագաղների վրա կա խաչ եւ այդ խաչով են գերեզման իջեցվում, որբեսի սրբագործվի նաեւ հողը եւ իրոք այդ հողը թեթև լինի, ինչպես ասում են ննջեցյալի վրա այդ խաչի զորությամբ, այդ խաչի նշանով։ Այսինքն չպետք է մտածել այնպես, որ խաչի նկատմամբ անարգանք է դա։ Դա խաչի նկատմամբ անարգանք չէ, որովհետեւ նա այդ ննջեցյալին մենք թողնում ենք խաչի հույսին, տալիս ենք իրեն այդ գրավականը, այդ պաշտպանությունը եւ նաեւ ցույց ենք տալիս, որ այդ ննջեցյալը խաչի զորության հավատացող էր եւ այդ խաչի զորությամբ պիտի հարություն առնի օրերի վաղճանին։ Հետևաբար դա գայթակղության առիթ չպետք է լինի երբեք, այլ պետք է իրոք խաչը պետք է լինի կամ պատանքի վրա, կամ դագաղի վրա եւ դրանով պետք է իջեցվի հող։ Եվ այստեղ խաչի նկատմամբ անարգանք չկա։ Իզուր տեղը անարգանք մի փնտրեք։ Շնորհակալություն սրբազաններ։ Հարաճիկայում հայ առաքելական եկեղեցին ինչպիսի տոներ ունի նշելու։ Դե առաջիկային դեկտեմբերի 9-ին Աստվածազնի տոներից մեկն է, բայց ես ավելի կուզենայի ծանրանալ դեկտեմբերի 14-ի վրա, որ Սուրբ Հակոբ մծպնահայրաբերի տոնն է, որ նշանակում է, թե մեր նորակառույց Սուրբ Հակոբ եկեղեցու ուխտի օրն է։ Եվ այս տարի առաջին անգամը լինելով պետք է բոլորին ուխտագնացության հրավիրենք Սուրբ Հակոբ եկեղեցի, ոչ միայն գյումրեցիներին, այլ նաև թեմի մյուս բոլոր հավատացյալներին հրավիրենք Սուրբ Հակոբ եկեղեցի դեկտեմբերի 14-ին Սուրբի բարեխոսությունը հայցելու եւ ուրեմն այդ եկեղեցին լիարժեք կերպով այս ուխտագնացության առիթ դարձնելու, որովհետեւ Սուրբ Հակոբ եկեղեցին չպետք է թողնել միայն անի թաղամասի հոգեվոր կարիքների համար, այլ իրապես պետք է դարձնենք ուխտավայր։ Եվ ուխտավայր պետք է դարձնենք հենց Սուրբ Հակոբի տոնին, որ այս տարի ուրեմն դեկտեմբերի 14-ին է։ Սուրբ Հակոբը հնում սիրված սուրբերից է եղել, ինչպես Սուրբ Սարգիսը, Սուրբ Գևորգը։ Այսօր այո, Սուրբ Սարգիսը շատ ավելի այս տեղ ունի մեր ժողովրդի կյանքում, Սուրբ Գևորգը նույնպես, Սուրբ Հակոբի դերը, այսպես ասած, որոշ իմաստով նվազած է, բայց պետք է միշտ մեր ժողովուրդը հիշի, որ Սուրբ Հակոբը շատ սիրված սուրբ է եղել եւ Սուրբ Հակոբի տոնը միշտ
այսպես համընկել է եւ ներկայացվել է Ձմեռնամուտի որպես ամենակարևոր տոնը։ Սիրով կհրավիրենք մեր բոլոր հավատացյալ զավակներին շաբաթօր դեկտեմբեր 14-ին շաբաթօր Սուրբ Հակոբ եկեղեցի, որտեղ կմատուցվի հանդիսավոր Սուրբ Պատարագ, որից հետո երևի տոնական միջոցառումներ կանցկացվեն մեր առաջնորդարանի հովանավորությամբ, այնպես որ մենք հրավիրում ենք այդ օրը մեր ժողովրդի բոլոր զավակներին Սուրբ Հակոբի տոնը իրապես լիարժեք կերպով Սուրբ Հակոբ եկեղեցում անցկացնելու։ Շնորհակալություն սրբազաններ, երբ օծվեց եւ բացվեց եկեղեցին, դուք այն ժամանակ նշեցիք, որ այնտեղ գործելու է մշակութային խմբակներ, սակայն մինչև առ այսօր չի գործում։ Ինչն է պատճառը։ Մշակութային խմբակները կգործեն, երբ որ եկեղեցու վրա եղած թերությունները վերացվեն, հիմա հենց վերացվում են այդ նգուղային հարկի, ուրեմն հատակի աշխատանքները, պարկետը փոխվում է, նորացվում է, երբ որ այդ բոլոր թերությունները ավարտվեն, վերացվեն, դրանից հետո կահավորման հարցը կլինի, եւ կահավորումից հետո այդ սրահները պիտի գործեն որպես այդպիսի։ Օգտվելով առիթից կուզենայի քաջալերել մեր գյումրեցիներին եւ նամանավանդ գյումրեցի մեծահարուստներին, որոնք մի քիչ շատ հեռու են պահում իրենց եկեղեցու կարիքներից։ Պետք է միշտ իմդի ունենալ, որ մեր այս ամերիկահայ բարերարը 1,200,000 դոլարի նվեր արեց մեր քաղաքին եւ պատշաճ է, որ գոնե մեր մեծահարուստներն էլ, Գյումրիի մեծահարուստներն էլ 1,200,000 դրամի նվիրատվություն անեն։ Վերջ-վերջո այդ բոլորը կահավորումը, խնդիրները, այդ ամբողջ հարցերը, այդ մշակութային կենտրոնի, այդ երիտասարդական կենտրոնի, այդ մանկական կենտրոնի գործունեությունը ծախս է պահանջում։ Տեսեք նկատողություն է արվում, որ եկեղեցին պետք եղած մակրությունը չունի, բայց պետք եղած աշխատողներն էլ չունի, պետք եղած հնարավորություններն էլ չունի, այս մասին էլ պետք է մտածվի։ Ցավոք առ այսօր մեր ժողովրդի աղքատ խավի միջոցներով է մեր եկեղեցին պահվում։ Հարուստները առ այսօր չեն շարժվել իրենց տեղից որևէ մի բան անելու համար եկեղեցուն։ Եվ Սուրբ Հակոբ եկեղեցու պարագային, խնդրեմ, արդեն 3 ամիս է գործում է եւ այնտեղ կահավորման խնդիրներ ունենք, վարակույր կախելու խնդիրներ ունենք, սրբապատկերների խնդիրներ ունենք, մոմակալների խնդիրներ ունենք, գորգերի խնդիրներ ունենք։ Եվ դեռ ոչ մի գյումրեցի իր մասնակցությունը չի բերել այդ խնդիրների լուծման։ Մենք սպասում ենք, ակնկալում ենք, քաջալերում ենք, սիրով հրավիրում ենք, որպեսզի այն անձնավորությունները եւ կան այդպիսի անձնավորություններ, որոնք ունեն հնարավորությունները եկեղեցուն զորավիք կանգնելու։ Եվ դրա համար պետք չէ սպասեն, որ անպայմանորեն առաջնորդը իրենց ներկայանա խնդրատուի դերի մեջ, այլ իրենց կողմից, իրենց ննջեցյալների հոգու խաղաղության համար, իրենց զավակների առողջության համար, իրենց ընտանիքի բարօրության համար, իրենց նվիրատվությունը, իրենց նպաստը պետք է բերեն եկեղեցուն։ Եվ երբ որ բերեն եկեղեցուն, եկեղեցին շատ ավելի հեշտ եւ շատ ավելի արագ կարող է այդ բոլոր գործերը կազմակերպել։ Ուրեմն ակնկալում ենք, որ առաջիկայում մանավանդ որ դեմը Սուրբ Ծնունդ է եւ Սուրբ Ծնունդի ժամանակ ամեն մի եկեղեցի ունենում է իր խաչքավորը, որը իր նվիրատվությամբ զորավիք է կանգնում այդ եկեղեցուն ընթացիկ տարվա ընթացքում։ Ուրեմն ակնկալում ենք, որ մեր սիրելի մեծահարուստները, որոնք հնարավորին չափով այս քաղաքում համեմատաբար ունեն կարողությունը եւ հնարավորությունը եկեղեցուն զորավիք կանգնելու, եկեղեցուն զորավիք կանգնեն եւ կոնկրետ վերցնեն որևէ մի պարտավորություն, որևէ մի հարց լուծելու։ Եվ եթե վերցնեն, օրինակ, կահավորման հարցը մեկը վերցնի կամ մեկ ուրիշ խնդիր, մեկ ուրիշը վերցնի, այդ բոլոր հարցերը շատ հեշտությամբ կլուծվեն։ Ցավոք այսօր Սուրբ Հակոբի ամբողջ, այսպես ասած, կահավորման եւ անհրաժեշտ պահպանության խնդիրները միայն Սուրբ Հակոբի մոմավաճառության այդ հնարավորությունների վրա են տրված, որը բավարար չէ։ Եվ շնորհակալություն Սրբազան հայր, շնորհակալություն ձեզ եւս սիրելի հեռուստադիտողներ։ Ինչպես եւ Սրբազանը նշեց, դեկտեմբերի 14-ին հայ առաքելական եկեղեցին տոնելու է Սուրբ Հակոբի տոնը։ Եվ ձեզ բոլորիդ մենք սիրով հրավիրում ենք Սուրբ Հակոբ եկեղեցի ներկա գտնվելու Սուրբ Պատարագի արարողությանը
եւ նաեւ ներկա գտնվելու տոնական միջոցառումին, որ այդ օրը կմատուցվի մեր համակարգացիներին։ Կհանդիպենք երկու շաբաթ անց։ Բարի գիշեր ձեզ, Աստված օգնական։ Աստված բարի